Իրակլի Կոբախիձեն չեղյալ է հայտարարել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը, պատճառը անօրինական հանրահավաքի մասնակցելու եւ կեղծ հայտարարություններ անելն է։ Վերոնշյալի մասին հայտնում է կառավարության աշխատասենյակը։ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց հանրահավաքի մասնակցել է նաեւ ԵՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։ Նա խոսել է օրենսդիր մարմնի մոտ հավաքված ցուցարարների հետ։ Վերջինս մեկնաբանություն չի արել լրագրողների համար, սակայն ավելի ուշ հրապարակել է տեսանյութ, որում ասում է, որ գլխավոր պողոտայում հավաքված քաղաքացիները մտահոգված են երկրի ուղով։ Թբիլիսիում խաղաղ ցույց է անցկացվում, որտեղ հավաքվում են բազմաթիվ մարդիկ։ Նա նաև գնացել ու աջակցել է հանրահավաքի մասնակիցներին։ Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը 3 ժամանել է Վրաստան։ Նա հանդիպել է իր վրաց պաշտոնյայի հետ եւ համատեղ մամուլի ասուլիսով պատասխանել լրագրողների հարցերին։ Էլինա Վալտոնենը Վրաստան է ժամանել Հայաստանից, այժմ կմեկնի Ադրբեջան։ Էլինա Վալտոնենը հանրությանը ցույց է տվել, որ աջակցում է հեղաշրջման կազմակերպիչներին եւ որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգ իրականում դատարկ արտահայտություն է։ Այս մասին հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։ Սոցիալական էջում հրապարակված նրա հայտարարության մեջ կարդում ենք. «Պարզապես իմացեք, փողոցը, որտեղ կանգնած է ԵԱՀԿ գործող նախագահ, ով նաև Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար է, մայրաքաղաքի գլխավոր մայրուղին է։ Այնինչ դուք տեսնում եք մի քանի տասնյակ արմատականների բեմն է, որոնք մի քանի օր առաջ ներխուժել են նախագահական պալատ։ Վիրավորվել էր 25 ոստիկան, որոնցից 2-ը գտնվում են ծանր վիճակում, ու այժմ նրանք անօրինական կերպով փակում են ճանապարհը։ Վրաստանի օրենսդրությունը, ինչպես ցանկացած ԵԱՀԿ անդամ պետության օրենսդրություն, երաշխավորվում է հավաքների ազատության ամենուր, սակայն ճանապարհ փակելը թույլատրելի է միայն մեկ դեպքում, այն դեպքում, երբ մարդկանց թիվը այնքան մեծ է, որ նրանք չեն կարող տեղաշարժվել մայթեզրով։ Ֆինլանդիայի նախարարը գուցե չգիտեր սա, նա չի կարող նշել որևէ օրինակ վերջին 13 տարիների ընթացքում, երբ Վրաստանի պետությունը խախտել է այս իրավունքը։ Իսկ նախարարի մեջքի ետևում կարելի է տեսնել խորհրդարանի շենքի առջևի հրապարակը, որտեղ կարող են տեղավորվել 10 անգամ ավելի շատ մարդիկ, քան ճանապարհ փակող փոքր խումբն է, այդ թվում Ֆինլանդիայի նախարարը։ Այնինչ անում է այստեղ Ֆինլանդիայի նախարարը ԵՀԿ նախագահը Վրաստանի օրենսդրության խախտում է։ Նա նաև խախտում է Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածը, որը ընդունվել է հենց այն քաղաքում, որտեղ գտնվում է ԵԱՀԿ-ի կենտրոկայանը, գրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Օրենսդիր մարմնում հայտարարություններ են արել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հանրահավաքին ժամանման եւ վարչապետի կողմից նախատեսված հանդիպումները չեղարկելու մասին։ Իրենց ելույթների ժամանակ падգամավորները ուշադրության են հրավիրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների եւ Ռուսաստանի դեմ հաղթած եւս մեկ գործի վրա։ Խորհրդարանը այսօր վերսկսել է իր լիագումար նիստը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատճառով մեկ ամիս է ինչ նիստը չի անցկացվել։ Ընթանում է հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած իրադարձությունների գործով վկաների հարցաքննությունը։ Թամար Չերգոլեիշվիլին հարցաքննվել է դատավորի ներկայությամբ, ինչը նրա անձնական որոշումն էր։ Չերգոլեիշվիլիի խոսքով զրույցը վերաբերել է իր հայտարարությանը, որտեղ նա խոսել է Բաչա Ախալայայի տանը հոկտեմբերի 4-ի վերաբերյալ հանդիպումների մասին։ Նրա խոսքով ինքը չի կարող վկայություն տալ որպես վկա, քանի որ այս հայտարարությունը արվել է տարբեր քաղաքական գործիչների կողմից արված հրապարակային հայտարարությունների վերլուծության արդյունքում։ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը առաջին ընթերցմամբ աջակցել է կուսակցությունների արգելման վերաբերյալ օրենսդրական փաստաթուղթը։ Օրենսդիր մարմինը արագացված կարգով քննարկում է փոփոխությունները, որոնց համաձայն կոնկրետ անձանց կարգելվի կուսակցական գործունեություն ծավալել, քաղաքական պաշտոններ զբաղեցնել ու պասիվ ընտրելու իրավունք ունենալ։ Վրացական երազանքը որպես արգելվող կուսակցություն նշում է ազգային շարժումը եւ հայտարարում, որ այդ կուսակցությունը խաթարում է երկիրն ու փորձում է տապալել օրինական կառավարությունը, ինչը սահմանադրությամբ արգելված է։ Փաստաթղթի համաձայն կուսակցությունը կարգելի սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ Առաջիկայում բողոքի ցույցերի ժամանակ դիմակ կրելը, ճանապարհը փակելը կամ ժամանակավոր կառույց տեղադրելը, արցունքաբեր գազ կամ այլ գրգռող նյութեր
ունենալը հենց առաջին դեպքում կհանգեցնի 15 օրյա վարչական գալանքի։ Եթե խախտողը նաև բողոքի ցույցի կազմակերպիչ է, ապա նա ստիպված կլինի 20 օր անցկացնել բանտում։ Նոր ավելի խիստ կարգավորումները ներառում են վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքերի փոփոխություններ, որոնք արդեն սկզբունքորեն հավանության են արժանացել իրավական հարցերի հանձնաժողովի առաջին ընթերցման ժամանակ։ Նախատեսվող փոփոխություններով քրեական օրենսգրքում ավելանում է նոր հոդված, որի համաձայն քրեական պատասխանատվության կենթարկվի այն անձը, ով երրորդ անգամ կվիրավորի իրավապահ մարմնի աշխատակցին կամ չի ենթարկվի նրա օրինական պահանջին։ Այս հոդվածը խախտելու դեպքում բողոքի ցույցի մասնակցին սպառնում է 1 տարի ժամկետով ազատազրկում։ Օրենքի կրկնակի խախտումները պատժվում է մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում։ Նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է նաև դատավարության օրենսգրքի փոփոխությունները։ Խորհրդարանը արագացված կարգով կքննարկի վերոնշյալ օրենքի նախագիծը։ Նախաձեռնության համաձայն որոշակի ֆինանսական և տնտեսական համագործակցությունների համար դատապարտված անձանց կարգելվի լքել երկիրը մինչև վնասի լրիվ փոխհատուցումը։ Փոփոխության համաձայն զոհերին պատճառված գույքին վնասի համար դատապարտված անձին կարգելվի լքել Վրաստանը, նույնիսկ առանց դատարանի կողմից մեղադրական դատավճիռ նշանակելը։ Լքելու արգելքը կհանվի, երբ դատապարտված անձը վճարել է զոհի փոխհատուցումը կամ զոհը գրավոր հայտարարություն է ներկայացրել գերատեսչություն։ Թբիլիսիում պաշտոնապես բացվել է Մետաքսի ճանապարհ ֆորումի կազմակերպչական շտաբը։ Հերթականությամբ 5-րդ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 23-ին և 22-ին։ Ֆորումը կբացի Վրաստանի վարչապետը։ Այս տարի գլխավոր թեման և կարգախոսն է «Ներդրումներ կապի մեջ, աճ կայունության մեջ»։ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ ֆորումին կմասնակցեն մինչև 2000 պատվիրակներ, այդ թվում բարձրաստիճան քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի երկրների վարչապետներ և փոխվարչապետներ, ինչպես նաև ոլորտային նախարարներ, առաջատար համաշխարհային ընկերությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավարներ։ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ ֆորումի շրջանակներում կանցկացվի Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողով միջազգային մասշտաբի միջոցառումը։ Գագաթնաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ, ֆինտեխ արդյունաբերության և ֆինանսական ոլորտի առաջնորդներ, ինչպես նաև խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։ Ֆինանսական գագաթնաժողովը Վրաստանում անցկացվում է առաջին անգամ։ Այս յուրօրինակ հարթակ է երկրի ռազմավարական նպատակին հասնելու ճանապարհին Վրաստանը դարձնել Եվրոպան և Ասիան կապող միջին միջանցքի գլխավոր օղակը։ Բաթումիի քաղաքային դատարանում ընթանում է Լուկա Կուրտանիձեի գործով նախաքննական վայրույթը։ Վետերան մարզիկը մասնակցում է նիստին, քննարկվում է խափանման միջոցի վերանայումը։ Դատախազությունը Կուրտանիձեին մեղադրում է մի քանի հոդվածը խախտելու մեջ, որոնց ավելացել է նորը՝ սեփականության իրավունքի խախտումը։ Համապատասխանաբար նրանք պահանջում են նրան կալանքի տակ պահել։ Փաստաբանի խոսքով Կուրտանիձեն չի ընդունում իր մեղքը հոդվածներից ոչ մեկում։